Մայիսի 29-ին առաջին այցից 3 տարի անց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը կրկին ժամանեց Դոնի Ռոստով։ Առիթը Ռուսաստանի հայաշատ այս քաղաքի 3-րդ եկեղեցու նորակառույց Սուրբ Հարությունի օծումն էր։ Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին մարզի հոգևոր դասը, Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաց եպիսկոպոս Ներսիսյանի ղեկավարությամբ մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։ Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է հայոց պատմական Նոր Նախիջևան քաղաքի կենտրոնում 1783 թվականին հիմնված, ապա խորհրդային շրջանում քանդված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում։ Քաղաքը հիմնել են Եկատերինա II 1779 թվականի հերովարտակով Ղրիմից այստեղ վերաբնակեցված հայերը։ Քաղաքի զարգացումը կապվում է Հովսեփ arczepiskopos Արգությանի անվան հետ, ով 1780 թվականին նշանակվում է Նոր Նախիջևանի հայերի առաջնորդ, եւ պատահական չէ, որ Վեհափառ Հայրապետի այցը սկսվեց նորակառույց եկեղեցու հարևանությամբ տեղադրված Հովսեփ arczepiskopos-ի հուշարձան այցելությամբ։ Հետո Վեհափառ Հայրապետը Ռոստովի մարզի տարբեր կողմերից ժամանած հազարավոր հայրենակիցների ծափողջունների ուղեկցությամբ առաջնորդվեց եկեղեցի, ուր սկսվեց նորակառույց տաճարի օծման արարողությունը։ Եկեղեցին տուֆակերտ է, նախագծի հեղինակ Միխայել Սարգսյանը հարազատ է մնացել հայկական ավանդական ճարտարապետությանը։ Սուրբ Հարությունը կառուցվել է Կարապետյան եւ Ղազարյան ընտանիքների բարերարությամբ ի հիշատակ Սահակ Կարապետյանի վաղամեռիկ որդու։ Ոչ բոլոր քաղաքներում կան հայկական եկեղեցիներ եւ մենք ուրախ ենք, որ կոնկրետ Ռոստովում կան եկեղեցիներ ու գնալով ավելանում են։ Եկեղեցին սպլացել нас всех։ Եկեղեցին համախմբեց մեզ։ Այստեղ կհավաքվենք։ Մենք ավելի հեռու փոքրիկ եկեղեցի ունեինք։ Դժվար էր այնտեղ հասնելը։ Տեղը բոլորին չէր հերիքում։ Այստեղ ամեն ինչ այլ կերպ կլինի։ Արարողության ընթացքում Գարեգին II Սրբալյուս Մյուրոնով օծեց եկեղեցու սուրբ սեղանը, իսկ Եզրաս Մովսես, Մարկոս եւ Վրթանես սրբազանները կատարեցին եկեղեցու 16 սյուների օծումը։ Օծման արարողությանը հաջորդեց հայրապետական սուրբ պատարագը։ Որտեղ որ եկեղեցի կա, այնտեղ համայնքը կայանում է, շատ մեծ նշանակություն ունի, որտեղ մեր բոլոր, պատմության ընթացքում բոլոր համայնքներում պարտադիր համայնքը միշտ ձևավորվել է եկեղեցու եւ դպրոցի շուրջ, իսկ ամենայն հայոց վեհափառի գալուստը իհարկե շատ մեծ կարևորություն ունի, շատ ինչպես յուրաքանչյուր հայի համար, լինի Հայաստանում, լինի Հայաստանից դուրս։ Պատարագի ավարտին ամենայն հայոց կաթողիկոսը բարերար Սահակ Կարապետյանին շնորհեց մեր եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, իսկ Վլադիմիր Ղազարյանին Սուրբ Ներսես Շնորհալի իշխանաշան։ Армянская христианская церковь Բացվեց եւս մեկ հայկական քրիստոնեական եկեղեցի։ Ես ուրախ եմ եւ համոզված, որ այս եկեղեցում միայն մկրտություններ, հարսանիքներ եւ ուրախ արարողություններ կլինեն։ Մենք հենց այդ էլ ուզում էինք։ Վեհափառն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաև տարածաշրջանի իշխանություններին, իդեմս մարզի օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Դերվյակինի, ինչպես նաև Ռոստովի եւ Նովոչերկասկի arczepiskopos Պանտելեյմոնին։ Հայրապետը օրհնության գիր ընծայեց Դոնի Ռոստովի քաղաքապետ Միխայել Չեռնիշովին Սուրբ Հարություն եկեղեցու կառուցմանն օժանդակելու համար։ Օծման առիթով նորակառույց եկեղեցուն ընծայեց Մայր Աթոր Սուրբ Էջմիածնից բերված Աստվածամայրը մանկան հետ նկար։ մենք վստահ ենք, որ նորակառույց այս եկեղեցին պիտի հավելի օրհնությունը մեր զավակների կյանքի մեջ եւ մեր ազգի զավակունք պիտի առավել նախանձախնդրորեն իրենց ծառայությունը բերեն այս քաղաքին, որի հիմնադիրները եղել են իրենց հայրերը։ Թող Աստված օրհնի մեր ժողովրդի զավակներին, հայ եւ ռուս եղբայրությունն ու բարեկամությունը եւ պահպանի սիրո եւ խաղաղության մեջ։ Հայոց Հայրապետի յուրաքանչյուր այցելություն տոն ու խանդավառության առիթ է օտար ափերում ապաստանած մեր հայրենակիցների համար։ Գարեգին II-ի օրհնությամբ նորոգվեց Դոնի ափերին բնակություն հաստատած մեր հայրենակիցների կապը հայրենիքի եւ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի հետ։